Ըստ Հինդու թերթի Թրամփը Իրանի հետ հակամարտության հարցում հայտնվել է ռազմավարական փակուղու մեջ եւ պետք է վերադառնա Թեհրանի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրականացմանը։ Պարբերականը զգուշացնում է պատերազմի վերսկսումը ծանր հետևանքներ կունենա ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլ ամբողջ համաշխարհային տնտեսության համար։ Թերթի գնահատմամբ Թրամփը փորձում է ուժեղացնել տնտեսական ռազմական ճնշումը Իրանի նկատմամբ Հորմուզի նեղուցի շուրջ Թեհրանի դիրքորոշումը փոխելու նպատակով, սակայն մինչ այժմ այդ քաղաքականություն չի տվել ակնկալվող արդյունքը։ Ֆրանսիայում անցկացված նոր սոցիալական հարցման համաձայն, եթե նախագահական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, առաջին փուլում ամենաշատ ձայները կհավաքեր ազգային միավորում կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը։ Նա կարող է ստանալ ընտրողների 34-ից 36%-ի աջակցությունը, պահպանելով զգալի առավելություն մրցակիցների նկատմամբ։ Հարցման հեղինակների գնահատմամբ նրան նկատմամբ կայացված դատավճիռը չի թույլատրել դիրքերը, իսկ թեկնածությունն առաջադրելու հայտարարությունը անգամ մեծացրել է աջակցությունը։ Երկրորդ տեղի համար պայքարում են նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպը, Գաբրիել Ատալը եւ Ժան-Լյուկ Մելանշոնը։ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը նախատեսված է անցկացնել 2027 թվականի ապրիլի 18-ին։ Մոսկվայի Կապոտնյա շրջանի նավթավերամշակման գործանը հերթական անգամ բռնկվել է մայրաքաղաքի դեմ իրականացված անօդաչու թռչող սարքերի արձակման ֆոնին։ Ռուսական պաշտպանության նախարարության տվյալներով մեկ գիշերվա ընթացքում ՀՕՊ-ը ոչնչացրել է 376 անօդաչու, իսկ հարվածների տակ են հայտնվել նաև ռազմական օբյեկտներ։ Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ հունիսյան գրոհների հետևանքով գործանի հիմնական վերամշակման կայանքները լուրջ վնասվել են, իսկ վերականգնումը կարող է տևել մինչև 2027 թվականը։ Վերլուծաբանների գնահատմամբ վերանորոգման արժեքը կարող է հասնել $1 միլիարդ։ Թասնիմի փոխանցմամբ ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանի Բենդեր Աբբաս նավահանգստում ոչնչացվել է առնվազն 30 ձկնորսական նավակ։ Տեղի ձկնորսական կոոպերատիվի տվյալներով ամերիկյան երկու արք հարվածել է նավամատույցին, ինչի հետևանքով մեծ վնասներ են հասցվել ձկնորսական տնտեսություններին։ ԱՄՆ-ն հայտարարել էր հարվածներն իրականացվել են ի պատասխան Հորմուզի նեղուցում Իրանի գործողություններին։ Դրան ի պատասխան Իրանը հարված է հասցրել ԱՄՆ ռազմաբազաներին Քուվեյթում, Բահրեյնում եւ Հորդանանում։ Եվրահանձնակատար Անդրիս Կուբիլյուսի հրապարակած ՆԱՏՕ-ի տվյալների համաձայն Լիտվան, Էստոնիան, Լատվիան եւ Լեհաստանը 2026-ին հնայի նկատմամբ ռազմական ծախսերի ցուցանիշով կգերազանցեն Միացյալ Նահանգներին։ Լիտվան պաշտպանության վրա կուղի հնայի 5.33%, Էստոնիան 5.1%, Լատվիան 4.92%, իսկ Լեհաստանը 4.68%։ ԱՄՆ-ն այս ցուցանիշով կզբաղեցնի 9-րդ տեղը, պաշտպանությանը հատկացնելով հնայի 3.17%, որը գումարային արտահայտությամբ կազմում է մոտ $1 տրիլիոն։ Կուբիլյուսը նշել է ՆԱՏՕ-ի վիճակագրությունը ցույց է տալիս եվրոպական մի շարք երկրների պաշտպանական ծախսերի կտրուկ աճը։ Նրա խոսքով հատկապես Բալթյան երկրներն ու Լեհաստանը շարունակում են արագացնել ռազմական կարողությունների զարգացումը։ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, իր երկիրը պետական բյուջեից ֆինանսական աջակցություն չի տրամադրի Ուկրաինային։ Նրա խոսքով Պրահան կշարունակի մասնակցել հրետանային զինամթերքի միջազգային նախաձեռնությանը, սակայն Չեխիայի բյուջեից ուղիղ միջոցներ չեն հատկացվի։ Բաբիշը հիշեցրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում Ուկրաինային ֆինանսական օգնության ծավալը։ Նա նաև նշել է Չեխիայի առաջնահերթությունը սեփական պաշտպանական ծախսերը մինչև 2027 թվականը հնայի 2%-ի հասցնելն է։ Եվս մեկ ԿՊԱ-ական հրաժարվում է պատգամավորական մանդատից։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը հայտնել է, որ հրաժարվել է ազգային ժողովի պատգամավորի մանդատից եւ շարունակելու է իր գործունեությունը որպես Շիրակի մարզպետ։ Ինձ համար պետական ծառայությունը պատասխանատվություն է մարդկանց հանդեպ։ Այդ պատասխանատվությամբ էլ շարունակելու եմ առավել մեծ հաստատակամությամբ, հետևողականությամբ եւ վճռականությամբ աշխատել հանուն Շիրակի զարգացման, նոր ծրագրերի իրականացման, ենթակառուցվածքների բարելավման եւ մեր մարզի ու սիրելի Գյումրի առաջընթացի, նշել է Շիրակի մարզպետը։ Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը, այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարարությունը։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այսօր այցելել է Արարատի ցեմենտի գործարան եւ տեղում ծանոթացել արտադրական գործընթացի կազմակերպմանը։ Շրջայցի ընթացքում նրան ուղեկցել է գործարանի գլխավոր տնօրենը։ Էդգար Զաքարյանը հայտնել է նախարարության պատրաստակամությունը աջակցելու գործարանի արտադրական գործունեության ընթացքում առաջացող հնարավոր խոչընդոտների լուծմանը։ Անդրադառնալով գործարանի աշխատանքի վերականգնման ընթացքին նախարարի տեղակալը նշել է, որ արտադրական գործընթացի անխափան եւ անընդհատ պրոցեսը կարեւոր է ինչպես արդյունաբերական ներուժի պահպանման, այնպես էլ տնտեսական ակտիվության խթանման տեսանկյունից։ Թուրքիայի իրավապահ մարմինները հայտնաբերել եւ ձերբակալել են այն անձին, որը կասկածվում է Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը կատարված վանդալիզմի մեջ։ Այս մասին հայտնել է Էրմենի հաբերը հղում անելով Պոլսու հայոց պատրիարքարանի տարածած տեղեկությանը։ Ըստ աղբյուրի հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը կասկածյալը ներխուժել էր գերեզմանատան տարածք եւ վնասել 6 դամբարան, ինչպես նաեւ այնտեղ գտնվող աղբյուրը։
Չորեքշաբթի օրը Վաշինգտոնում տեղի կունենա միջազգային համաժողով վերադարձի եւ ինքնորոշման իրավունք, երկակի ստանդարտների եւ ընտրովի մոտեցումներ թեմայով, որը կազմակերպել է Բաքվի նախաձեռնող խումբը, այս մասին գրում է Ձեն.ru-ն։ Զեկույցում ընդգծվում է, որ համաժողովը կլինի առաջին նման միջոցառումը ԱՄՆ կոնգրեսում նվիրված Հայաստանում ադրբեջանցիների էթնիկ զտումներին։ Համաժողովին կմասնակցեն փախստականների եւ փոքրամասնությունների իրավունքների փորձագետներ, մարդու իրավունքների մասնագետներ, միջազգային իրավաբաններ, սփյուռքի անդամներ, քաղաքացիական հասարակության եւ տուժած համայնքների ներկայացուցիչներ։ Հակակոռուպցիոն դատարանում նախագահությամբ դատավոր Սարգիս Պետրոսյանի տեղի է ունեցել Հայաստանի երկրորդ նախագահի եւ մյուսների հակասահմանադրական ճանաչված հոդվածով մեղադրանքի դատական նիստը։ Եթե ես ասեի սատկացնելու են վարչապետին, հաջորդ օրը ինձ կկալանավորեին։ Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանակ հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։ Նա հայտարարել է նաեւ, որ մինչ օրս չի հասկանում, թե կոնկրետ ինչի համար է մեղադրվում։ Ես մինչ օրս չեմ հասկանում, ինչի մեջ եմ մեղադրվում, առաջին օրից չեմ հասկացել, ոչ քննիչն է որևէ պարզաբանում տվել, ոչ դատախազները, ինձ այդպես էլ չի ներկայացվել, թե իմ որ գործողությունն է համարվում ապօրինի։ Ինձ մեղադրում են իմ պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար։ Ցինիզմը չափ պիտի ունենա, նշել է երկրորդ նախագահը։ Ռոբերտ Քոչարյանն ասել է նաև, թե իր դեմ կատարվողը քաղաքական պատվեր է։ Այս պատվերը եթե առաջ SMS-ով էին ուղարկում, հիմա հրապարակային են ասում։ Շատ պարզ հրապարակային ասվում է, որ ես պիտի նստեմ, նշել է Ռոբերտ Քոչարյանը։ Հիշեցնենք, որ երկրորդ նախագահի եւ մյուսների դեմ աղմկահարույց գործով ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որով մեղադրանքի հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել։ Սակայն Վճռաբեկ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը եւ շարունակում է Քոչարյանին եւ մյուսներին մեղադրյալ եւ ամբաստանյալներ համարել։ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հարազատներին 1950 թվականին ծնված Գևորգ Եփրեմի Աշոտյանին եւ 1991 թվականին ծնված Ազատուհի Գևորգի Աշոտյանին դատախազությունը հրավիրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Արմեն Աշոտյանին պատկանող գույքին վերաբերող ուսումնասիրության շրջանակներում դիրքորոշում ու հայտարարագիր ներկայացնելու համար։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ այսօրվանից ուժի մեջ է մտնում ծնողական ժամ կարգավորումը, ինչը նշանակում է, որ աշխատող ծնողները կարող են աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավորապես բացակայել երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերով զբաղվելու համար։ Ծնողական ժամը տրամադրվում է հետեւյալ ծավալով՝ մինչև 12 տարեկան 1 կամ 2 երեխա ունեցող ծնողին, օրական մինչև 30 րոպե, մինչև 12 տարեկան 3 եւ ավելի երեխա ունեցող ծնողին օրական մինչև 1 ժամ, մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակում ունեցող երեխայի ծնողին օրական մինչև 1 ժամ, անկախ երեխաների թվից։ Ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա եւ գործատուն չի կարող մերժել այն։ Հունիսի 10-ին Գարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթորթ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ հայոց արևելյան թեմի Մասաչուսեթս նահանգի Ուստրի Սուրբ Փրկիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին առաջնորդությամբ հոգեվոր հովի վարժանապատիվ Տեր Թադեոս Քահանա Բարսեղյանի։ Այս մասին տեղեկացնում են Մայրաթորթի տեղեկատվական համակարգից։ Հայոց հովվապետն իր հայրական սերն ու օրհնությունն է փոխանցել ուխտավորներին ուրախություն հայտնելով հայրենիք եւ Մայրաթորթ Սուրբ Էջմիածին նրանց այցի առիթով եւ կարեւորելով Սփյուռքի հայորդած զորակցություն իրենց հայրենաբնակ քույրերին ու եղբայրներին Հայաստանի համար այս դժվարին ժամանակահատվածում։ Վերջում նորին սրբությունը պատասխանել է նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին եկեղեցի իշխանություն հարաբերություններին եւ եկեղեցու առաքելության առավել արդյունավետ իրագործման նարդի ժամանակներում։ Ադրբեջանի իշխանամետ լրատվամիջոցները հայտնել են, որ Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը իբր կասեցվել է, մասնավորապես իշխանամետ Օքսու Ազ բարբերականը նշել է, որ հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի կառավարության որոշումը մտահոգություն է առաջացրել Բաքվում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն այս քայլն անվանել է իբրև թե պատմական իրադարձությունների քաղաքականացում եւ Իսրայելի կողմին կոչ է արել վերանայել իր որոշումը։ Ինչպես նշել է բարբերականը, Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունները մնում են Ադրբեջանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Այդ պատճառով Բաքվում ակնկալում էին, որ այս հարցում դիրքորոշումը կհամապատասխանի Անկարայի մոտեցմանը, որի համար հայոց ցեղասպանության ճանաչման թեման առանձնահատուկ նշանակություն ունի։
Ամբողջ 2025 թվականի ընթացքում ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանի օդային տարածքով իրականացված թռիչքների համար Հայ Աերոնավիգացիա ընկերությանը վճարել են 434,316 եվրո։ Դրա մասին ասվում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Նյուզ-ԵՄ-ի գրավոր հարցմանի պատասխաննամակում։ Վճարումներն իրականացվել են Եվրոկոնտրոլ կազմակերպության կենտրոնական գրասենյակի միջոցով ըստ սահմանված ընթացակարգի։ Նշենք, որ Հայ Աերոնավիգացիա փակbaşնետիրական ընկերությունն իրականացնում է թռիչքների Աերոնավիգացիոն սպասարկումը Հայաստանի օդային տարածքում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ միջազգային առողջապահական կառույցների հրապարակած վերջին տվյալների համաձայն Էբոլայի բռնկումը շարունակում է ակտիվ մնալ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում Էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել։ Հայաստանի համար անմիջական ռիսկը ներկայումս գնահատվում է ցածր։ Ամերիկյան երկրներ մեկնող կամ այնտեղից վերադարձող քաղաքացիներին խորհուրդ է տրվում հետևել ԱՀԿ ճանապարհորդական հանձնարարականներին, խուսափել հիվանդ կամ մահացած անձանց, ինչպես նաեւ այլ կենդանիների հետ անմիջական շփումից։ Եթե ճանապարհորդությունից հետո ի հայտ գան հիվանդությանը բնորոշ ախտանիշներ, բարձր ջերմություն, արտահայտված թուլություն, փսխում, լուծ, արյունահոսական դրսևորումներ կամ այլ ախտանշաններ, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության եւ բուժաշխատողին տեղեկացնել վերջին ճանապարհորդության մասին։ Ամերիկացի դեմոկրատ սենատորների մի խումբ կոչել կուսակցության գործընկերներն արգելափակել 2027-ի ազգային պաշտպանության բյուջեի մասին օրինագծի քննարկումը, քանի դեռ դրանում չեն վերանայել Իսրայելին տրամադրվող օգնության ծախսերը։ Նամակը նախաձեռնել են 5 դեմոկրատ սենատորներ եւ անկախ սենատոր Բերնի Սանդերսը։ Նրանք քննադատել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությանը եւ անթույլատրելի համարել նրա հետ ներկայիս ձևաչափով համագործակցությունը։ Reuters-ը նշում է, այս նախաձեռնությունը վկայում է դեմոկրատական կուսակցության ներսում Իսրայելին աջակցելու հարցում խորացող տարաձայնությունների մասին։ Միաժամանակ ԱՄՆ կոնգրեսը շարունակում է քննարկել շուրջ 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե նախատեսող օրինագիծը։ Եվրամիության երկրները դեռևս չեն կարողանում համաձայնության հասնել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ։ Յուրակտիվի տեղեկություններով հիմնական տարաձայնությունները վերաբերում են ռուսաստանցի զինծառայողների մուտքի սահմանափակումներին եւ էներգետիկ ոլորտի նոր պատժամիջոցներին։ Ֆրանսիան, Իտալիան եւ Հունաստանը հանդես են եկել մի շարք առաջարկների մեղմացման օգտին, ինչի պատճառով նախնական տարբերակը փոփոխվել է։ Քննարկվում է նաեւ ռուսական նավթի գնային շեմի պահպանման հարցը, սակայն ժամկետների շուրջ համաձայնություն դեռ չկա։ Այս ամենը մեծացնում է հավանականությունը, որ նոր պատժամիջոցների փաթեթը կարող է չհաստատվել։ New York Post-ի տեղեկություններով Իրանի դեմ նոր ռազմական գործողությունները վարչակազմի որոշ ներկայացուցիչների շրջանում ստացել է ապտակ ոչ պաշտոնական անվանումը։ Աղբյուրների խոսքով այդ անվանումը խորհրդանշում է արագ, բայց ուժգին ռազմական հարվածի գաղափարը։ Միաժամանակ պաշտոնական անվանումը շարունակում է մնալ էպիկական կատաղություն գործողությունը։ Թերթը նշում է, Դոնալդ Թրամփը ցանկանում է հնարավորինս արագ ավարտել հակամարտությունը, սակայն պատրաստ է պատասխանել, եթե Իրանը նոր հարձակումներ իրականացնի։ Իսպանիայի Ալմերիա նահանգում բռնկված խոշոր անտառային հրդեհի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել։ Նախնական տվյալներով հրդեհի պատճառը ավտոմայրուղու մոտ ընկած էլեկտրական մալոխն է եղել։ Կրակը կարճ ժամանակում տարածվել է հարակից անտառային տարածքներում։ Հրդեհաշիժման աշխատանքներին մասնակցում է շուրջ 300 մարդ, այդ թվում արտակարգ ծառայությունների աշխատակիցներ եւ զինվորականներ։ Իշխանությունները շարունակում են պայքարը կրակի տարածումը կանխելու համար։ Ճապոնիայի խորհրդանի ստորին պալատը հավանություն է տվել օրինագծին, որը նպատակ ունի լուծել կայսերական գահաժառանգության խնդիրը։ Ներկայումս կայսր Նարուհիտոն ունի ընդամենը 3 տղամարդ ժառանգ, ինչը մտահոգություն է առաջացնում գահի իրավահաջորդության հարցում։ Օրինագիծը նախատեսում է պահպանել կայսերական ընտանիքի կանանց կարգավիճակը եւ հնարավորություն տալ ընտանիք վերադարձնել 1947 թվականին կարգավիճակից զրկված արական ճյուղերի ներկայացուցիչներին։ Միաժամանակ նրանց անմիջապես գահաժառանգելու իրավունք չի տրվի, սակայն այդ իրավունքը կստանան նրանց որդիները։ Կառավարությունը նշում է, այս փոփոխությունները միտված են կայսերական համակարգի երկարաժամկետ կայունությանը։ Ուկրաինական անօդաչու սարքերը հարվածներ են հասցրել Կրասնոդարի երկրամասին եւ Ռոստովի մարզին, թիրախավորելով մի շարք ռազմավարական օբյեկտներ։ Հարվածի տակ է հայտնվել Իսկի նավթավերամշակման գործարանը, որտեղ իշխանությունների տվյալներով բռնկվել է հրդեհ, ինչպես նաեւ վնասվել են այլ ենթակառուցվածքներ։ Տագանրոկում եւ Ազովում հարվածներ են հասցվել նավթային տերմինալներին ու նավթաբազաներին, որտեղ նույնպես հրդեհներ են գրանցվել։ Ուկրաինական աղբյուրները հայտնում են, թիրախավորել են նաեւ Ազովի օպտիկա-մեխանիկական գործարանը, որը մասնագիտացված է ռուսական ռազմական տեխնիկայի համար բարձր ճշգրտության համակարգերի արտադրության մեջ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 376 ուկրաինական անօդաչու սարք։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, Մոսկվան այլևս չի հավատում Արևմուտքի Ուկրաինայի հարցը բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությանը։ Նրա խոսքով արևմտյան երկրները ձևացնում են, թե ցանկանում են երկխոսություն, սակայն իրական սկսել են վերջնագրեր ներկայացնել Ռուսաստանին։ Լավրովը պնդել է, նման քաղաքականությունը չի նպաստում հակամարտության կարգավորմանը։ Նա ընդգծել է, Մոսկվան հաշվի է առնում այս փոփոխված մոտեցումը իր հետագա քայլերը ձևավորելիս։ Ռուսաստանի ԱԳ-նախարարը փաստացի հայտարարել է, Արևմուտքի նկատմամբ նախկին վստահությունն այլևս գոյություն չունի։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, պատերազմը դեռ չի ավարտվել եւ երկիրը պետք է մշտապես ավելի ուժեղ լինի, քան իր թշնամիները։ Նրա խոսքով տարածաշրջանում հին սպառնալիքների զուգահեռ առաջանում են նաեւ նոր մարտահրավերներ, որոնց Իսրայելը պատրաստ է արձագանքել։ Նեթանյահուն հայտարարել է, առաջիկա տասնամյակում պաշտպանության բյուջեն կավելացվի լրացուցիչ 350 միլիարդ շեկելով։ Նա նշել է, այդ միջոցների զգալի մասը կուղղվի ռազմաօդային ուժերի զարգացմանը եւ նոր զինամթերքի արտադրությանը։ Վարչապետի խոսքով Իսրայելը նպատակ ունի նվազեցնել արտասահմանյան ռազմական գնումներից կախվածությունը եւ զարգացնել սեփական պաշտպանական արդյունաբերությունը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պորիլինի հետ։ Կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի բանակցությունների միջոցով վերջ տալու հնարավորությունները։ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդմամբ զրույցի առանցքում եղել են խաղաղակարգավորման ուղղությամբ իրականացվող դիվանագիտական ջանքերը։ Քննարկվել են նաև պատերազմի շուրջ միջազգային համագործակցության հնարավորությունները։ Վաշինգտոնը եւ Սուրբ Աթոռը կարևորել են երկխոսության շարունակական անհրաժեշտությունը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, Ռուսաստանի գլխավոր առավելությունը այս փուլում բալիստիկ հրթիռներն են։ Նրա խոսքով Ուկրաինան զգալիորեն ուժեղացել է թե մարտադաշտում, թե օդային պաշտպանության ոլորտում։ Զելենսկին ընդգծել է, այդ արդյունքները հնարավոր են դարձել ուկրաինացի զինվորականների գործողությունների շնորհիվ։ Նա նշել է, հենց այդ հաջողություններն են հնարավորություն տալիս ավելի վստահ դիրքերից շարունակել պայքարը։ Ուկրաինայի նախագահը համոզմունք է հայտնել, ներկայումս Կիևն ունի ռազմական առավելության հասնելու հնարավորություն։ Wall Street Journal-ի տեղեկություններով Իսրայելը ԱՄՆ-ին փոխանցել է հետախուզական տվյալները, որոնք վերաբերում են Իրանի կողմից Դոնալդ Թրամփի դեմ ենթադրյալ մահափորձի նախապատրաստմանը։ Հրատարակության գնահատմամբ այս տեղեկատվությունը կարող է կոշտացնել Վաշինգտոնի դիրքորոշումը Թեհրանի նկատմամբ։ Նյութում նշվում է, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շարունակում է պաշտպանել Իրանի դեմ ռազմական գործողությունների գաղափարը։ Միաժամանակ հիշեցվում է, ԱՄՆ-ն ու Իրանը նախկինում բանակցություններ են վարել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ, սակայն հետագայում Վաշինգտոնը վերսկսել է հարվածները մեղադրելով Թեհրանին ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի մասնակցել իր հոր Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը, որը տեղի է ունեցել Մաշհադում։ ԶԼՄ-ների փոխանցմամբ Դագաղի մոտ հոգեհանգստյան աղոթքը կատարել է հանգուցյալի ավագ որդին Սեյեդ Մուստաֆա Հոսեյնի Խամենին։ Հուղարկավորությանը մասնակցել են հազարավոր մարդիկ, որոնք վերջին հրաժեշտն են տվել Իրանի նախկին գերագույն առաջնորդին։ Մոջթաբա Խամենեիի բացակայության պատճառների վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չի ներկայացվել։ Reuters-ի փոխանցմամբ ԱՄՆ-ի եւ Իրանի ներկայացուցիչների միջև տեխնիկական խորհրդակցությունները շարունակվում են։ Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը հայտնել է, Վաշինգտոնը շարունակում է հավատարիմ մնալ Թեհրանի հետ լուծում գտնելու քաղաքականությանը։ Կողմերը շարունակում են քննարկումները, չնայած վերջին շաբաթներին Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակին։ Զելենսկին հայտարարել է, մոտ օրերս ԱՄՆ-ից կստացվեն ՊԱԿ 3 տեսակի հրթիռներ Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգերի համար։ Նրա խոսքով եվրոպական գործընկերների հետ եւս ձեռք են բերվել լրացուցիչ պայմանավորվածություններ, թեև դրանց իրականացման ժամկետները դեռ հստակեցված չեն։ Զելենսկին նաև հայտնել է, Կիևն ու Վաշինգտոնը համաձայնության են եկել Ուկրաինայում Պատրիոտ համակարգերի հրթիռների արտադրություն կազմակերպելու շուրջ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը։ Հրատարակությունը հերքել է իրանական պետական լրատվամիջոցների տեղեկությունները, թե առևտրային նավերի անցումը կատարվում է միայն Թեհրանի հաստատված երթուղիներով։ Ամերիկյան կողմը հայտնել է, իր զինված ուժերը աջակցում են միջազգային առևտրային նավերի անվտանգ տեղաշարժի նեղուցով։ Հրամանատարության տվյալներով մայիսի սկզբից ապահովվել է ավելի քան 800 առևտրային նավի եւ շուրջ 380 միլիոն բարել հում նավթի անվտանգ տարանցումը։ Վաշինգտոնը շեշտել է, Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ միջազգային կարևորագույն ծովային միջանցքներից մեկը։ Թուրքիան Ռուսաստանից գնաց S-400 զենիթահրթիռային համակարգերը վաճառել է Պարսից ծոցի երկրներից մեկին։ Հավանական գնորդների թվում նշվում են Արաբական Միացյալ Էմիրություններն ու Կատարը, սակայն պաշտոնական հաստատում դեռ չկա։ Նշվում է, այս քայլը կարող է օգնել Անկարային դուրս գալ ԱՄՆ-ի կիրառած ՔԱԱՏ պատժամիջոցների ազդեցությունից եւ վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին։ Թուրքիայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունը։
Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է 2 ամսով մինչև սեպտեմբերի 18-ը։ Որոշումը հրապարակվել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմասյանը։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 4-ին ժամը 17:30-ին։ 13 ամիս առաջ ինձ առաջադրեցին 3 մեղադրանք, մեկը մեր ձևով եկեղեցու պաշտպանության համար, ինչի համար հպարտ եմ, մյուս 2 մեղադրանքը համարում եմ դատախազի քննիչի կողմից իրավունքի հանդեպ խուլիգանություն։ Այս մասին դատարանում հայտարարել է Սամվել Կարապետյանը եւ ավելացրել. բացարձակ կապ չունեմ այն հարցերի հետ, որով ինձ մեղադրանք են առաջադրել, մյուս մեղադրանքներն են համարում եմ քննիչների եւ դատախազների կողմից իրավունքի հանդեպ խուլիգանություն։ Ես այդպես էլ չհասկացա այս 13 ամսում, թե ինչի համար եմ մեղադրվում, կարծում եմ, որ դատարանն ավելի խորը պետք է ուսումնասիրի այս հարցերը, ասել է Սամվել Կարապետյանը։ Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը 2 ամսով կալանավորվել է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություններ ներկայացրել դատարանը։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի առաջին մասով, այն է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն Սպարտակ Ղուկասյանին ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից ազատ են արձակել։ Ղուկասյանի պաշտպան Հովհաննես Ղարաքեշիշյանը հայտնել է, որ նա կալանքը կկրի տանը։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վաղարշակ Հակոբյանը եւս падգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել։ Կյանքի այս փուլում որոշում եմ կայացրել գործունեությունը շարունակել մասնավոր ոլորտում։ Այդ նպատակով ներկայացրել է մի ներորդ գումարման ազգային ժողովի падգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմում, որը վաղը պաշտոնապես կներկայացվի կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ այս որոշումը կայացվել է վարչապետի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության հետ համաձայնեցված, շարունակում եմ մնալ կուսակցության իրավանդամը եւ շարունակելու եմ ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել ամբողջ ներուժով աջակցելով իմ քաղաքական թիմին, նշել է Վաղարշակ Հակոբյանը։ Հուլիսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում ժամը 18:10-ի սահմաններում ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգ է ստացվել, որ Ոսկեպար բնակավայրում 21 տարեկան տղան ընկել է գետը եւ չի նկատվում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնել է, քաղաքացիները գետից դուրս են բերել մահացածի մարմինը, ով ըստ նախնական տեղեկությունների լողալու նպատակով ցատկել է գետը եւ գլխով հարվածել քարին։ Քննիչներն ու ոստիկանները տեղում պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ 21-ամյա Գառնիկ Ղ-ն է։ Մեծ Բրիտանիայում սկսել է իշխող լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդի ընտրության գործընթացը, որը քիչ թարմերի հրաժարականից հետո կգլխավորի նաև երկրի կառավարությունը։ Թեկնածուները կարող են առաջադրվել մինչև հուլիսի 16-ը, ապահովելով լեյբորիստական կուսակցության առնվազն 81 падգամավորի աջակցությունը, ինչպես նաև կուսակցությանը կից 3 կազմակերպության, այդ թվում 2 արհմիության հավանությունը։ Կուսակցության առաջնորդ կարող է դառնալ միայն գործող падգամավոր։ Առայժմ իր առաջադրման մտադրության մասին հայտարարել է միայն մեծ Մանչեսթերի նախկին քաղաքապետ Էնդի Բըրնհեմը։ Եթե թեկնածու չառաջադրվի, նա հուլիսի 17-ին կդառնա լեյբորիստական կուսակցության առաջնորդ, իսկ հուլիսի 20-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ։ Ֆարսը հայտնում է ԱՄՆ-ն հարվածել է Իրանի հյուսիս-արևելքում գտնվող երկաթուղային կամրջին, որը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ կապող կարևոր տրանսպորտային միջանցքի մաս է կազմում։ Ըստ գործակալության թիրախը եղել է Գոլեստան նահանգի Ախքալա շրջանում, Թուրքմենստանի սահմանի մոտ գտնվող կամուրջը։ Նշվում է, հենց այս երթուղով Ռուսաստանից բեռնել էին մուտք գործում Իրան։ Ֆարսի տվյալներով ԱՄՆ ռազմածովային շրջափակումից հետո Չինաստանը եռապատկել էր դեպի Իրան իրականացվող բեռնափոխադրումները հենց այս ուղղությամբ։ Գործակալությունը հարվածը գնահատում է որպես ռազմավարական ենթակառուցվածքի թիրախավորում։ ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, ամերիկյան գործողությունները ռազմական հանցագործություններ են։ Նախարարության հայտարարության մեջ նշվում է, ԱՄՆ-ի բանակի հարձակումները անկասկած կազմում են ծանր ռազմական հանցագործություններ։ Թեհրանը նաև վերահաստատել է իրանցի ժողովրդի վճռականությունը, պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Լեհաստանի ազգային պաշտպանության փոխնախարար Ցեզարե Տոմչիկը հայտարարել է, ամերիկյան զորքերը 8 շաբաթվա ընթացքում կվերադառնան Լեհաստան։ Նրա խոսքով ամերիկացի զինվորականների թիվը կրկին կհասնի մոտ 10,000-ի։ Վերջինս նշել է, խոսքը ներկայիս ռոտացիային չմասնակցող ստորաբաժանումների մասին է։ Նա նաև հայտնել է պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյան, Կամիշի եւ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթի հանդիպման ընթացքում քննարկվել են Լեհաստանում ամերիկյան ռազմական ներկայության հետագա քայլերը։ Պաշտոնյայի գնահատմամբ Եվրոպայում ամերիկյան զորքերի վերադասավորումը որևէ բացասական ազդեցություն չի ունենա Լեհաստանի վրա։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Բերլինն ու Վաշինգտոնը համաձայնության են եկել ամերիկյան Թոմահոք թեվավոր հրթիռների ձեռքբերման շուրջ։ Նրա խոսքով այս պարազինությունը կօգնի լրացնել Գերմանիայի պաշտպանության համակարգում առկա կարևոր ռազմավարական բացը։ Միաժամանակ Մերցը նշել է, Եվրոպան նույնիսկ ՆԱՏՕ-ի շրջանակում պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի սեփական անվտանգության ապահովման հարցում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, իր պաշտոնավարման ընթացքում իր սպանության հավանականությունը գնահատում է 5.2%։ Նրա խոսքով նախագահի պաշտոնը չափազանց վտանգավոր է, համեմատելով այդ ռիսկը ձիարշավորդների եւ Ռոդեոյի մասնակիցների հետ, որոնց մահվան հավանականությունը ըստ նրա կազմում է ընդամենը 0.1%։ Թրամփը նշել է, Իրանի թիրախային ցուցակում առաջին տեղում հենց ինքն է գտնվում։ Նրա գնահատմամբ Իրանցի նկատմամբ առկա վտանգը շարունակում է մնալ իրական։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը զգալիորեն բարդացել է։ Նրա խոսքով Մոսկվան հույս ունի, որ այս սրացումից հետո ԱՄՆ-ն կկարողանա կարգավորել իրավիճակը եւ վերադառնալ նաեւ ուկրաինական կարգավորման գործընթացին։ Պեսկովի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ զինված ուժերը նոր հարվածներ հասցրին Իրանի տարածքին, իսկ Իրանը պատասխան հարվածներ հասցրեց Բահրեյնում եւ Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ։ Կրեմլում ընդգծել են, իրավիճակի հետագա զարգացումը մեծապես կախված է ԱՄՆ-ի հաջորդ քայլերից։ Լեհաստանի ազգային պաշտպանության փոխնախարար Չեզարե Տոմչիկը հայտարարել է, երկրի բանակը 3 տարվա ընթացքում 260 անգամ ավելացրել է անօդաչու թռչող սարքերի եւ դրանց դեմ պաշտպանության համակարգերի ֆինանսավորումը։ Նրա խոսքով, եթե 2023-ին այդ նպատակով ծախսվել էր շուրջ 100 միլիոն զլոտի, ապա մինչև 2026 թվականը ծախսերը կհասնեն 26 միլիարդ զլոտի։ Լեհաստանը միաժամանակ ակտիվորեն գնում է տարբեր տեսակի անօդաչու համակարգեր եւ զարգացնում դրանց տեղական արտադրությունը։ Պաշտոնյան նշել է, այս ծրագրերը զգալիորեն կբարձրացնեն բանակի հնարավորությունները մոտ ապագայում։ Էստոնիա ռազմաօդային ուժերը 22 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ վերսկսել են զորակոչիկների հավաքագրումը։ Նորակոչիկները, որոնց թվում կա նաև 1 կին, ծառայելու են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումում եւ կսովորեն շահագործել գերմանական IRIS-T CLM միջին հեռահարության հոբ համակարգերը։ Այդ համակարգերը նախատեսված են մինչև 40 կիլոմետր հեռավորության եւ մինչև 20 կիլոմետր բարձրության վրա օդային թիրախներ խոցելու համար։ Միաժամանակ Էստոնիայի պաշտպանության նախարարությունը շարունակում է քննարկել զորակոչի ժամկետը 2027 թվականից մինչև 12 ամիս երկարաձգելու նախաձեռնությունը։ ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել Իրանի Բուշերի ատոմակայանի հարակից տարածքներին։ Տեղական իշխանությունների ներկայացուցչի խոսքով կեսօրին հարձակման են ենթարկվել մի քանի թիրախներ, այդ թվում ատոմակայանի շրջակայքը, սակայն հարվածների հետևանքների վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։ Նիստի օրակարգում ընդգրկված են եղել շուրջ 4 տասնյակ հարցեր, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ-մաքսային կարգավորումներին եւ տեխնիկական կանոնակարգերին։ Նիստի արդյունքներով հավանության է արժանացել առաջիկայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգը։ Դատարանը քննում է Արեգ Նազմանուկյանին կալանավորելու միջնորդությունը փաստաբան Տիրայր Կարապետյանը փոխանցել է ընդդիմադիր գործիչը մեղքը չի ընդունում, գործը համարում է քաղաքական հետապնդում։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը չի մանրամասնել, թե ինչու են դաշինքի նախընտրական ցուցակից մեծ թվով տեխնացուներ ինքնաբացարկներ ներկայացրել, նշելով, որ դա իրենց քաղաքական հաշվարկի մի մաս է։ Դա էլ մեր գաղտնի պլանի մաս է։ Լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Կարապետյանը։ Նա ընդգծել է, որ ինքնաբացարկ ներկայացրած բոլոր տեխնացուները շարունակում են մնալ իր թիմակիցները եւ իրենց նկատմամբ որևէ անվստահություն չկա։ Ինքնաբացարկներով պաշտպանել ենք այդ մարդկանց հնարավոր ամենօրյա բռնաճնշումներից, նշել է Սամվել Կարապետյանը։ Կարապետյանն արձագանքել է նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հասցեին հնչած հարցադրումներին կապված իր ընտանիքի անդամների զինվորական ծառայության հետ։ Իմ տղաները, իմ եղբոր տղաները 1000 անգամ ավելի շատ բան են արել Հայաստանի բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը։ Սուրեն Պապիկյանը 5000 տարի էլ ապրի, այդքան չի անի, թող իր մասին մտածի, կյանքն էլ ցույց կտա, ով ինչ է արել, հայտարարել է Սամվել Կարապետյանը։ Նա նաև նշել է, որ իր ընտանիքի անդամներից ոչ ոք պարտադիր զինվորական ծառայությունից չի խուսափել անհարգելի պատճառներով։ Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կոպիտ ձևով բերման ենթարկելու վերաբերյալ հարցինի պատասխան ասել է, թե իրավապահ մարմինները գործել են օրենքի շրջանակում։
Եղանակը առաջիկա օրերին հանրապետության տարածքում հուլիսի 10-ից 14-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ից 11-ը կբարձրանա 6-ից 8 աստիճանով, միայն Լոռու եւ Տավուշի մարզերում հուլիսի 12-ից 3-ը կնվազի 4-ից 5 աստիճանով։ Երևան քաղաքում հուլիսի 10-ից 14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 11-ի եւ 12-ի երեկոյան ժամերին սպասվում է քամուշ, գնացում 13-ից 15 մետր/վայրկյան արագությամբ։